Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես գտնվում եմ հիմա Դիլիջանում, գիտեք, հայ-վարացական ֆորումն է այստեղ ընթանում, շատ կարևոր ֆորում է փորձագետների եւ Հայաստանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի հայ-վարացական հարաբերությունները դառնան ավելի ամուր։ Սա երկրորդ ֆորումն է, որքան գիտեմ, Վրաստանում նման ֆորում չի կազմակերպվում, հույսով եմ ապագայում Վրաստանը եւս նման ֆորումներ կնախաձեռնի, քանի որ եթե երկկողմանի աշխատանք տարվի այս ուղղությամբ, շատ ավելի էֆեկտիվ կլինի այս ֆորումը։ Ինչ հարցեր են հիմնականում այստեղ քննարկվում։ Հիմնականում առանցքային թեման հայ-վրացական հարաբերություններն են, որոնք որ հիմա դարձել են ռազմավարական, չափազանց կարևոր է դա մեզ համար, թե Հայաստանի, թե Վրաստանի համար, շատ բան է փոխվել վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների մեջ, դրական իմաստով, այսօր նաեւ տեղեկություն ստացանք, որ կոնյակի հետ կապված հարցը եւս կարծես թե լուծում է ստացել Վրաստանում, ինչը չափազանց կարևոր էր եւ ողջունելի է։ Հիմա ամենակարևոր հարցը այն է, որ այս ռազմավարական հարաբերությունները ել ավելի զարգանան, այդ թուղթը չմնա այն կետում, որում որ ստորագրվել է, մենք գիտենք, որ դա սկիզբն է, հիմքն է, բայց շատ կարևոր է, որ այս հարաբերությունները ավելի զարգանան։ Խոսվում է տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ, ընդհանուր մտքեր են փոխանակում տարածաշրջանային process-ների վերաբերյալ, որոնք որ հիմա տեղի են ունենում եւ ազդելու են միանշանակ մեր տարածաշրջանի վրա, նաեւ գլոբալ հարցերի մասին է խոսվում այստեղ, ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանի դեմ հիմա տեղի ունեցող գործընթացները, պատերազմը եւ դա միանշանակ կարող է շատ լուրջ ձևով ազդել մեր վրա։ Այդ հարցը բավականին լուրջ ձևով մտահոգում է բոլորին եւ բոլորը այն մտքին են գալիս, որ Ուկրաինայում տեղի ունեցողը եւ թե ինչ ավարտ կունենա ռուս-ուկրաինական պատերազմը եւ թե ինչ ավարտ կունենա Իրանի դեմ այս պատերազմը, դրանից շատ բան է կախված լինելու մեր տարածաշրջանի համար։ Այսինքն մտահոգությունները բավականին շատ են եւ ոչ ոք միանշանակ չի կարող ասել, թե այդ գործընթացները ուր են տանելու մեզ։ Մեկ բան փաստ է, որ այլևս տարածաշրջանը չի կարող լինել նախկինը եւ այդ առումով հիմա շատ մեծ կարեւորություն է տրվում հայ-վրացական հարաբերություններին, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները հիմա ել ավելի խորանան, որպեսզի մենք միասին կարողանանք դիմակայել այն մարտահրավերներին, որոնք որ հիմա արդեն առաջացել են եւ հələ կառաջանան։ Դա շատ կարեւոր է, որ այդ անկալումը ընդհանուր առմամբ կա։ Այս անկալումը փորձագետների ճիշտ է շրջանում է, բայց ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները եւս ունեն այդ մտավախությունները եւ նրանք եւս կիսում են այս մոտեցումը։ Շատ կարևոր ելույթ ունեցավ նաեւ Արայիկ Հարությունյանը, վարչապետի Հայաստանի աշխատակազմի ղեկավարը, նա էլ խոսեց հայ-վրացական հարաբերություններից, թե որքան սերտ են հայ-վրացական հարաբերությունները, ամեն օրվա ռեժիմով շփումներ կան, այդքան շփում Հայաստանի իշխանությունները դե իրանց խոսքերով չունեն որևիցե երկրի հետ ամեն օրվա ռեժիմով, ինչքան որ ունեն Վրաստանի իշխանությունների հետ։ Նա կարծիք հայտնեց, որ նման ձև են մտածում նաեւ Վրաստանի իշխանությունները եւ իբր նման չափ շատ շփումներ նրանք ունեն Հայաստանի հետ, այսինքն Հայաստանի հետ ավելի շատ ունեն, քան որևիցե այլ երկրի հետ։ Դրանից բացի Արայիկ Հարությունյանը խոսեց, որ կան նաեւ մտահոգություններ ընդհանուր թե Հայաստանի համար եւ թե Վրաստանի համար, խոսեցին նրա մասին, որ շատ կարեւոր է Հայաստանի համար, որ Վրաստանը դարձել է Եվրամիության թեկնածու երկիր, չափազանց կարեւոր է դա Հայաստանի համար եւ նույն ժամանակ այդտեղ եւս կան որոշակի մտահոգություններ, հարաբերություններով պայմանավորված, այսինքն ակնարկներով էր խոսվում, բայց հստակ հայտնի էր, որ Հայաստանը շահագրգռված է, որ Վրաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները կարգավորվեն, ավելի խորանան եւ լավ հարաբերություններ ունենա Վրաստանը Եվրամիության հետ։ Այսինքն շատ կարեւոր է դա Հայաստանի համար եւ դա ճիշտ է ակնարկների գեղեցիկ ձևով շատ ներկայացվեց ներկաներին եւ այդտեղից էլ պարզ է դառնում, թե որքան կարեւոր է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները Հայաստանի համար։ Ընդհանուր ասացի, փորձեցի մի քանի խոսքով
ներկայացնել ձեզ սիրելի հայրենակիցներ, թե հիմնականում ինչ հարցեր են քննարկվում։ Կարծում եմ տնտեսության, մշակույթի եւ մնացած ոլորտների մասին իմաստ չունի այդքան երկար խոսելը, ծավալվելը։ Մենք հիմնականում խոսում ենք քաղաքականությունից եւ դրա համար ավելի շատ ես փորձեցի անդրադառնալ այն քաղաքական հարցերին, որոնց որ անդրադարձ է եղել։ Այս պայդրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, կփորձեմ կրկին կապի մեջ լինել, եթե հնարավորություն ունեմ անպայման կանեմ նոր հաղորդումներ։ Ցտեսություն, կհանդիպենք։